գարմոններն էնդոկրինի համակարգն է արտադրում։ Եթե դու ստրեսերը չես հաղթահարում, էնդոկրին համակարգը վարի է գնում։ Ստրեսի ժամանակ քո մոտ սկսում են վատ գարմոններ արտադրվելը։ Եթե ստրեսը երկար է, պոլիստրես է, ինքը մարմինդ խանգարվում է, всё, հիվանդություն ստանում, որովհետև միշտ վատ գարմոն է։ Այդ ստրեսից ոնց պետք է դուրս գաս։ Այդ ստրեսի մեջ պիտի ամենալավ բանը օգուտը գտնելն է։ То есть եթե դու հասկանում ես այդ օգուտը, ինչ օգուտով է դուրս եկել, ինքը միանգամից հենց օգուտը հասկանում ես, ինսայթ է տամ, սկսում է դոֆամին, սերոտոնին, там не знаю, ելիշ գարմոն մեկա, սկսում է տա արտադրելը։ Հենց մեր դրայվը, մեր խղճանալը, մեր ուժեղանալը բանը, մեր այն որ օրկա լավ չես քեզ զգում, այդ էլ է էնդոկրին համակարգն է, то есть այդ օրը ինչ որ տրիգեր կա, որը բերել է դրան, որ քո մոտ վատ գարմոններն է սկսում արտադրվելու։ Բայց դե չի կարա միշտ լավ գարմոնը արտադրի, որովհետև միշտ լավ գարմոնը եթե արտադրի, մարմինը սովորելու է լավին, ավելի լավ է ուզելու։ Կանայք խեն ստրեսի ժամանակ շեքերը շատ ուտում, տորտը, թխվածքը են շատ ուտում, դոֆամինի պակասություն է։ Իրանք շաքարով դոֆամին են բանանում, բայց արդեն դու ուտում ես 1, 2, 3, 4, արդեն ինքը դոֆամին չի տալիս։